Ռուս-ամերիկյան բանակցությունները 5.5 ժամ են տևել։ Ամերիկյան պատվիրակության մեքենան լքում է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսության շենքը։ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերին են գործուղել Թուրքիա, Մոսկվան ու Վաշինգտոնը։ Բանակցողների ժամադրման վայրը այս անգամ փոխվել է Սաուդյան Արաբիայից Թուրքիա։ Ռուս և ամերիկացի բանագնացները բանակցությունների 4-րդ ռաունդում միայն Մոսկվային ու Վաշինգտոնին առնչվող հարցեր են քննարկել։ Ստամբուլյան քննարկման ամենահրատապ հարցը երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության կարգավորման խնդիրն է, որն այսօր փորձել են լուծել դիվանագետները։ Ի տարբերություն նախորդ 3 բանակցությունների Ստամբուլում ուկրաինական ճգնաժամը չի քննարկվել։ Սրանք արտգործնախարարության և պետդեպարտամենտի բանակցություններն են, բացառապես երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Ուկրաինական թեման այս բանակցություններում չկա։ Երկու երկրների պատվիրակները չեն պատրաստվում որևէ հայտարարություն անել բանակցությունների արդյունքների մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Բանակցային հարթակ տրամադրած Թուրքիան հայտարարել է, թե Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների բանակցություններին չի միջամտում, սակայն հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կլինեն։ Հասմիկ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։